Ողջույն 24-ի եթերում հետագիստն ես Նարեկ Գալստյան ու այս պայն ես հյուրուն կարել եմ պատմաբան, պատմական գիտությունների տեխնացու Միլան Հակոբյանին, պարոն Հակոբյան ողջունում եմ եւ շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Ես քանի որ հայ առաքելական եկեղեցու շուրջ ընթացող այս վերջին զարգացումների հետ կապված դուք բավական ակտիվ եք նաեւ համացանցում, ինձ էլ որպես մարդ, որի հետաքրում է պատմությունը կամ այսպես սիրում եմ պատմությունը, մի հարց հետաքրեց, որը դարձավ նաև մեր հանդիպման այսպես հիմնական տրիգերներից մեկը, շատ է խոսվում նրա մասին, որ հայ առաքելական եկեղեցում մայրաթոռի վրա զինված ջոկատայինների հարձակում պատմության ընթացքում կամ չի եղել, կամ գրեթե չի եղել, անգամ ասում են սելջուկները եկել են տեսել են կողքով են անցել, չգիտեմ, Տամերլանը եկել ասել է սրբությունը եւ այլն, անգամ գիտեք, որ Նիկոլայ II-ի ժամանակ սկսվեցին որոշակի հալածանքներ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, բայց անգամ այդ պարագայում ռուս զինված ժանդարմներ չեն մտել Մայրաթոռ Սուրբ Էջմիածին։ Հիմա կուզեի մի քիչ ռետրոսպեկտիվ հասկանանք, իսկ պատմությունից մեզ ինչ դեպքեր են հայտնի, երբ որ զինված ջոկատայինները մտնում են Մայրաթոռ, ընդ որում ոչ միայն Էջմիածին, այլև կաթողիկոսանիստ վայր, հա, որտեղ եղել է շրջան, որ սիսում եղել կաթողիկոսությունը եւ այլն։ Համեցեք։ Նշեցիք գրեթե մի փոքրիկ ուղում, գրեթե չէ, ընդհանրապես չի եղել։ Նման դեպք հայ եկեղեցու պատմության մեջ, հայոց պատմության մեջ առաջին անգամ է 21-րդ դարում է, այն էլ հայկական պետական զինված ստորաբաժանման կողմից, որ վեհարանի տարածք են մտնում։ Ընդհանրապես ոչ, հա, պարսիկները ժամանակին Սասանյան կայսրությունը, ոչ արաբները, ոչ սելջուկ թուրքերը, ոչ մոնղոլները, ոչ ձեր նշած Լենգ Թեմուրը, որևիցե մեկը, հա, Ստեփյան Իրանը կամ Օսմանյան կայսրությունը, ռուսական կայսրությունը, որևիցե մեկը չի արել նման բան, ինչի ականատեսը մենք հիմա լինում ենք։ Դուք նշեցիք Նիկոլայ II-ի ժամանակ տեղի ունեցած հայ եկեղեցու հա, որոշակի այդ խնդիրների մասով, դա շատ հետաքրքիր պատմություն է, անգամ երբ փոխարքա Գոլիցինի նկատմամբ մահափորձից հետո նա չարացել էր եւ որոշակիորեն վերագրում էր, որ այդ մահափորձը իր նկատմամբ տեղի ունեցած հայ եկեղեցու հետ է կապված եւ հայ եկեղեցու եւ վեհափառը որոշակի այստեղ մատները խառն է այսպես ասած։ Զակազն է եղել այսինքն կոպիտ ասած։ Երբ որ չարացել էր եւ նա կարծում էր, կասկածում էր, որ նման դեպք կարող է որ նման կերպ է զարգացել իրադարձությունները, անգամ այդ ժամանակ, երբ որ դիմում էին Նիկոլայ II-ին, որպիսի անձամբ վեհափառի դեմ քրեական խնդիրներ հետապնդում կազմակերպի, Նիկոլայ II-ը ոչ միայն հրաժարվեց, այլ նաև Նիկոլայ II-ը հրաժարվեց իրեն ներկայացված գրավոր առաջարկից, որով նա պետք է ամենայն հայոց կաթողիկոսին գրավոր դիմեր եւ տեղեկացներ, որ նա այլևս չի վայելում ցարի վստահությունը եւ համակրանքը, անգամ դրանից հրաժարվեց։ Այսինքն սա առաջին դեպքն է պատմության մեջ, որ մենք ականատես ենք լինում, որ պետական զինված մարդիկ, այն էլ հայկական պետականությունը ներկայացնող մտնում են վեհարան։ Իսկ եթե գանք Օսմանյան կայսրությունին, մանշուշտ Մայրաթոռը Օսմանյան կայսրության տարածքում կամ Պոլսում չի եղել, կամ Պոլսում կար պատրիարքարան, հա, Պոլսի պատրիարքարանի պարագայում մեզ պատմությունից հայտնի են դեպքեր, որ ասենք, չգիտեմ, այն ամենադժնդակ տարիներին ցեղասպանությունից սկսած։ Նույնը Պոլսի պատրիարքարանի Համիդի ջարդերի ժամանակ գանք մենք կարող ենք նույնիսկ սպանություն, ձերբակալություն երբևիցե նման խնդիրներ չի եղել, անգամ ավելին վերջին օրինակ 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական պետությունը, որ մենք բոլորս գիտենք բացահայտորեն ներգրաված էր Արցախի հանրապետության դեմ ագրեսիային իր զինված ուժերով, խորհրդականներով եւ պետական բոլոր հնարավորություններով, անգամ այդ իրավիճակում ժամանակակից Ստամբուլի հայկական եկեղեցիները, նաև պատրիարքարանը պետական հսկողության ներքո էին, որպեսզի որևիցե մեկի մտքով չանցնի, ինչ որ ադրբեջանցու կամ չգիտեմ ազգայնական տրամադրություններ ունեցող ինչ որ թուրքի մտքով անցնի, որ կարելի է ինչ որ հայկական եկեղեցու կամ հայ հավատավորի, հայ հոգևորականի նկատմամբ ոտնձգություն կիրառել։ Իսկ ինչ է պատճառը, սա հարգանք էր, սա, ասենք, չգիտեմ, օտար տիրապետողների, օտար նվաճ
նվաճողների տրամաբանությունն եմ փորձում հասկանալ, հա, ասենք Լենգթեմուրի բանակը այրում էր բառից բուն իմաստով ամեն ինչ որ դիմացներ լինում, կամ այդպես կարող ենք այլ մուսուլման նվաճողների, ասպատակողների բաներ բերել, օրինակներ բերել, որն էր այդ բանը, կանգառը, որ գալիս հասնում էին դեպի Մայրաթոր ու կանգ էին առնում։ Ստացվում է այնպես, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի բոլոր օտար նվաճողները Հայաստանի միշտ անկախ կրոնական պատկանելությունից իրենք միշտ գիտակցել են, որ վեհարանի մասով իրենք գործ ունեն Աստծո հետ եւ իրենք գործ ունեն մի ամբողջ ժողովրդի հոգեվոր ինքնության, հոգեվոր զգացմունքների հետ եւ այդ կարմիր գիծը չեն անցել առանց իրենց հոգեվոր կրոնական պատկանելությունից։ Մենք նույնիսկ գիտենք դեպքեր, օրինակ Իրանի շահ Նադիրը, երբ որ շահ էր կարգվում, այդ Օսման արարողության ժամանակ նրա զենքը նրա վրա կապել է ամենայն հայոց կաթողիկոսը։ Այսպիսի հարգանք է եղել։ Մենք նաև պատմությունից գիտենք, որ շահեր են եղել, որոնք Այսինքն շահ Նադիրը վեհապար հայրապետի կուսակրոնության հարցը չի քննարկվում։ Որևիցե մեկի մտքով չի անցել նման բան, նույնիսկ հետաքրքիր է ձեր նշած ռուսական կայսրության շրջանում, հա, երբ որ 19-րդ դարի վերջերից քննարկվում էր հայտնի 1836 թվականի այդ Պոլոժենի փոխելու դրույթները, որով սահմանված էր հայ առաքելական եկեղեցու եւ կաթողիկոսի կարգավիճակը ռուսական կայսրությունում, հիմնական քննարկումները, որոնք տևել են ընդհուպ մինչև 1911 թվական, այդ ամբողջ ժամանակաշրջանում ինչ եղել է, ինչ քննարկումներ եղել է պետական մակարդակով, պետական խորհրդի մակարդակով, որևիցե անգամ մինչև 1911 թվական կրկնում եմ այդ քննարկումների ընթացքում ռուսական կայսրությունը չի համարձակվել 1836 թվականի Պոլոժենիում ինչ-որ բաներ ֆունդամենտալ փոփոխությունների գնալ եւ ամենակարևորը չի համարձակվել կաթողիկոսի հրաժարականի ինստիտուտ այդտեղ ավելացնել։ Նույնիսկ ռուսական կայսրությունը այդ խնդրին չի գնացել։ Դա եթե մենք համեմատական տանենք, օրինակ, եթե Նիկոլի բառապաշարին ուշադիր հետևել եք, այնտեղ լսվում էին, հա, այսպիսի կոչեր, որ պետք է արվի այնպես, որ հայկական պետականությունը, որի հետ, չգիտես ինչու այս շիզոֆրենիկների բանդան իրենց նույնականացրել են, որոշիչ դեր պետք է ունենա կաթողիկոսի ընտրության հարցում։ Անկամ ռուսական կայսրությունը, նորից եմ կրկնում, ամբողջ 19-րդ դարի ընթացքում այս քննարկումների ժամանակ չգնաց կաթողիկոսի ընտրության կարգը փոխելու խնդրին, որովհետև այդտեղ ձևաչափում խնդրեմ կար ներքին գործերի նախարարությունը ռուսական կայսրության, տեղի Կովկասի կառավարիչները, ռուս չինովնիկները եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ունեին լրջագույն հակասություններ։ Ամենայն հայոց կաթողիկոսի, այո, ունեին լրջագույն հակասություններ, խնդիրը կապված էր ինչի հետ, տեսեք։ Հայերը չէին ապրում միայն ռուսական կայսրությունում, հայերի հոտ զանգված ապրում էր նաև Օսմանյան կայսրությունում։ Եվ ի սկզբանե, երբ որ 1826-28 թվականների ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանը անցավ Ռուսաստանին, իդեպ այդ ժամանակ Էջմիածնում ռուսական բանակին զանգերով են դիմավորել որպես փրկիչների, որտեղ հայտնի այդ Օշականի ճակատամարտում նաև պաշտպանում էին, հա, Էջմիածինը։ Այդ ժամանակներից սկսած, երբ որ կար կարգավիճակի խնդիր, հետևյալն էր, որ Օսմանյան կայսրության հայերը ինչպիսի մասնակցություն պետք է ունենան։ Եվ խնդիրը հետևյալն էր, որ ռուսական կայսրությունում հայ առաքելական կայսրության հայերը ինչպիսի դերակատարություն ունեն վեհապարի ընտրության հարցում, որովհետև ըստ Պոլոժենի 1836 թվականի, որ մանրամասնություններով մանրամասն աշխատած փաստաթուղթ էր, ամենայն հայոց կաթողիկոսը Էջմիածնում ընտրությանը մասնակցում էին թեմերից երկուական ներկայացուցիչներ, падգամավորներ, մեկը հոգևորական, մյուսը աշխարհիկ, բայց խնդիրն այն էր, որ ռուսական կայսրությունում կար 7 թեմ, հայ առաքելական եկեղեցու Օսմանյան կայսրությունում կար 45 թեմ, եւ 115 ընտրողից 90-ը Օսմանյան կայսրությունից էին, եւ ռուսական կայսրության մեջ այդ քննարկումները պետական մակարդակի ինչով էր պայմանավորված, որ
այնպես չլինի, որ Թուրքիայից Օսմանյան կայսրությունից եկածը դառնա կաթողիկոս եւ մեր շահերը անտեսվեն։ Միևնույն ժամանակ Օսմանյան կայսրությունը ուներ այդտեղ խնդիր։ Օսմանյան կայսրությունը անընդհատ սպառնում էր, որ եթե հայ-առաքելական եկեղեցուն ռուսական կայսրությունը դարձնի գործիք Օսմանյան կայսրության ներքին քաղաքականությանը խառնվելու համար, իրենք Սիսի կաթողիկոսարանը կվերականգնեն, այսինքն կառանձնացնեն Էջմիածնից։ Դա վերջնական օրինակ քննարկումները ռուսական կայսրության եղել է Ստոլիպինի ժամանակ, Ստոլիպինը հենց պնդում էր, որպեսզի այդ տարբերակով գնան 1905-1906 թվականներին, որպեսզի առանձնացվի Էջմիածինը, լինի զուտ միայն ռուսական կայսրության հայերի հոգևոր կենտրոնը, մնացածի հետ գործ չունեն։ Ինչին խիստ դեմ է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը եւ Կովկասի կառավարիչ, որոնցով Դաշկովը խիստ դեմ էին այս հանգամանքին եւ ի վերջո Ստոլիպինը նահանջեց։ Եվ Նիկոլայ II-ը չգնաց այդ քայլին, այդտեղ խնդիր կար։ Հայ առաքելական եկեղեցու, եթե փաստաթղթերը նայեք այդ քննարկումների նամակների, այնտեղ նշվում է, որ հայ առաքելական եկեղեցուց եթե զրկենք տիեզերական կարգավիճակից, այստեղ խնդրեմ ենք ունենում։ Խնդրեմ ենք ունենում, որովհետև առաջինը չենք կարող մենք օրենսդրորեն նման բան անել, որովհետև չենք կարող դրան հասնել կյանքում։ Դա հայ առաքելական եկեղեցու տրադիցիան է։ Դա մեկ, երկրորդը Օսմանյան կայսրության հայերը դրան արդեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն էր խիստ դեմ եւ շատ ժամանակ Պոլսի պատրիարքարանը Էջմիածնի հետ համագործակցաբար ռուսական կայսրության վրա ազդում էր եւ աշխատում էր Պոլսում Ռուսաստանի դիվանագետների դեսպանի միջոցով։ Այսինքն ինչի մասին է խոսում պատմությունը, որ որևիցե կայսրություն իրեն թույլ չի տվել, կամ Օսմանյան կայսրությունը գնալ նման քայլերի, ինչ որ անում է այսօրվա Հայաստանի կառավարիչը։ Իսկ միգուցե հարցը հենց հետևյալն է, որ որովհետեւ կայսրություն չի գնացել, որովհետեւ այնուամենայնիվ այդ կայսրությունը մեծ հաշվով, ինչպես որ ուզում ենք դրան կարող ձևակերպ տալ, ինքը նվաճող էր, հա, այսինքն մենք մեր ժողովուրդը գտնվում էր այդ կայսրության ինչ որ մի հատվածում, հա, եւ հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումը կարող էր դառնալ այսպես ապստամբությունների կամ հայության կողմից որոշակի այսպես առաջացած խնդիրների դժգոհությունների առիթ, իսկ Հայաստանի պարագայում Նիկոլ Փաշինյանն եւ իր վարչակազմը հասել են նրան, որ իրենք կարողանում են ցույց տալ ժողովրդին, որ սա Հայաստան պետության խնդիրն է, այսպես ասենք, երբնազանց կամ ինչպես իրենք են ձևակերպում, եղակեць դրացած ահաբեկիչ հոգևորականների հետ։ Եվ դրանով է բացատրվում այն, որ այնուամենայնիվ 2.5-3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում Հայրաթոռի վեհանի վրա հարձակման ժամանակ այնտեղ կարողացան հասնել ընդամենը մի քանի տասնյակ կամ մի քանի լավագույն պարագայում 100 մարդ։ Խնդիրը պետական եկեղեցի ունենալ կամ չունենալու մեջ չէ, դա մեծ հաշվով աբսուրդ է, որովհետև եկեղեցին հայկական տրադիցիայի մեջ չի կարող լինել պետական, ընդհանրապես հայ եկեղեցին տիեզերական եկեղեցի է, դա չի կարող լինել հայոց պետությանը։ Խնդիրը հետևյալն է, որ միգուցե անառակային հոգեբանություն ունեցող այս կառավարիչները ցանկանում են ունենալ սեփական աղանդը եւ սեփական աղանդ ունենալու գործում հայ առաքելական եկեղեցին իրենց խանգարում է։ Սա մի տարբերակ։ Երկրորդ տարբերակը, որ չի բացառվում եւ դրա մասին շատ քննարկվում, շատ խոսվում է, որ սա հստակ օտարերկրյա հանձնարարություն է Հայաստանի կառավարիչ Նիկոլ Փաշինյանի, որպեսզի հիմա կլինի թուրքական թե այլ օտարերկրյա հանձնարարություն է, որպեսզի հայ առաքելական եկեղեցու հիմքերը սասանի եւ հայ ժողովուրդը հերթական այն ինստիտուտներից ամենակարևոր ինքնության ինստիտուտներից մեկից զրկվի։ Այսինքն դիմադրության բոլոր պարագաները մենք պետք է հասկանանք, հա, Նիկոլ Փաշինյանը եւ իր արտասահմանյան տերերը խնդիր ունեն հայ ժողովրդից կերտելու անասունների մի զանգված։ Բարեբուն իմաստով անասունների։ Երբ է մարդը դառնում անասուն, երբ կոչվում է խիղճը եւ երբ կորցնում է ամոթը։ Այս երկու բանը, հա, խղճի եւ ամոթի հանգամանքում հայ առաքելական եկեղեցին իր հոգևոր վարդապետությամբ եւ իր
ավանդույթով, ունի մեծագույն դերակատարություն մեր ժողովրդի կյանքում, ունեցել է, ունի եւ հուսով եմ շատ երկար ունենալու է։ Հիմա այս ինստիտուտներից մեկը պետք է նաեւ ոչնչացվի։ Խնդիրը հետեւյալն է եւ նորից եմ կրկնում, որևիցե մեկը պատմության ընթացքում չի արել նման բան, ինչ որ անում է մեր Նիկոլ Փաշինյանը։ Ստալինի ժամանակ մենք գիտենք, որ 96 կուսակրոն հոգևորականներից 93-ը գնդակահարվել են։ Հայ առաքելական Այո, հայ առաքելական եկեղեցու 96 կուսակրոն հոգևորականներից 93-ը գնդակահարվել են։ Խորեն Մուրադբեկյանը երկար ժամանակ պաշտոնակատար էր, որովհետեւ չէր ստացվում կաթողիկոս ընտրել, այնքան քիչ էին կուսակրոն հոգևորականները, բայց այնքան այդ ժամանակ, հա, այդ սովետական տոտալիտար համակարգի պայմաններում որևիցե մեկի մտքով ոչ տեղի իշխանությունների, ոչ մոսկովյան իշխանությունների, բոլշևիկների չի անցել, որ կարելի է վեհարանը գրոհել, որ կարելի է հրապարակային եկեղեցին, հա, իր ամբողջ այդ տրադիցիայով, իր ամբողջ էությամբ փորձել սևացնել այնպես, ինչպես հիմա են անում։ Այլ բան, որ իրենց աթեիստական մոտեցումների շրջանակներում իրենք տարանջատել են ընդհանրապես եկեղեցին եւ բռնաճնշումների են ենթարկել, նորից եմ կրկնում 96-ից 93-ին գնդակահարել են, բայց խեղտամահարից։ Այո, եւ կա տարբերակ, որ խեղտամա, բայց հրաժարական պահանջել, ստիպել, որպիսի այս կամ այն ենթատեքստից ելնելով քրիստոնեության գծով տեղակալ է ուզում, ինչ կա ինձ հասկանում եմ մոտավորապես։ Ոչ մի բան չի ուզում, նա չի ընդհանրապես նա սուտ է խոսում, որ ինքը քրիստոնյա է, որովհետև ես հրապարակային ձեր եթերից ասում եմ, թող Նիկոլ Փաշինյանը կամ իր ընտանիքի անդամներից ինչ որ մեկը մեկ լուսանկար ցույց տան մինչև 2018 թիվ, որ իրենք ընտանիքով եղել են ինչ որ եկեղեցում։ Մեկ չկա հայ ընտանիք, որը հայ առաքելական եկեղեցուց լուսանկար չունի։ Չկա այդպիսի ընտանիք, հա? Բոլորը ինչ որ մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ քիչ այցելում են եկեղեցիներ, երեխաների հետ, եւ որպես կանոն բոլոր հայ ընտանիքներում, ես ասում եմ, դուք եւս սկսեցիք մտածել այդ մասին, հա, ձեր մանկությունը ինչ է։ Մտածում եմ արդեն քանին է լուսանկար մեր տանը հայ առաքելական եկեղեցուց կա։ Թող ցույց տան մեկ նկար մինչև 2018 թվական, իրենք քրիստոնյա չեն։ Ինքը եւ իր զուգընկերուհին քրիստոնյա չեն։ Ի վերջո, եթե մարդը իրեն թույլ է տալիս, ասի, ես որպես եկեղեցու հետևորդ կամ ազգային ժողովի նախագահի պաշտոնում վերընկած մեկը կա, նա ասում է մենք խորքային քրիստոնյաներ ենք, այդ դեպքում հարցը առավոտ կարող է հավատացյալ մարդը կամ քրիստոնյա մարդը ամուսնացած չլինի եկեղեցով եւ ԶԱԳՍ-ով։ Ընդհանրապես այդ երևույթը կենթանիների մոտ կոչվում է զույգվել։ Հիմա այս մարդիկ ոչ ԶԱԳՍ-ով են ամուսնացել, ոչ եկեղեցով են ամուսնացել։ Դե չեկան քաղաքացիական ամուսնություն։ Դե հիմա դա կոչվում, դե եթե մարդը ասում է, որ ինքը հավատացյալ է եւ եկեղեցով չի ամուսնացել, ինքը չի ամուսնացել, ինքը զույգվել է։ Լավ, պարոն Հակոբյան, համենայն դեպս այդ ամեն ինչը դեռևս մի կողմ թողնենք, այստեղ հարցը հետեւյալն է, հա։ Ես ուզում եմ հասկանալ հակազդեցության բացակայությունը, որտեղ տեսեք, սա այլևս քաղաքական խնդիր չի, հա։ Սա այն չի, որ ասենք, չգիտեմ, Միլան Հակոբյանը ասենք եւս մի քանի օր դուրս է եկել ու լինելով անգամ հոգեվորական, հա, ու չգիտեմ, ասենք ակցիա, օրինակ Բագրատ Սրբազանի պարագը, բայց Սրբազան պայքարը կոնկրետ քաղաքական միավորում էր, որը դուրս էր եկել Նիկոլ Փաշինյանի դեմ, դուրս է եկել եւ պահանջում էր ուզում էր հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարական եւ ամբողջական իշխանափոխության։ Այստեղ կային թերև դեմ կարծիքներ, հոգեվորական իրավունք ունի մասնակցել, իրավունք չունի մասնակցել, արդյոք հոգեվոր, մի խոսքով, այսինքն այստեղ ինչ որ քննարկում կար։ Այս հատվածում քննարկում չկա։ Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության դիմակավորված եւ տաբելային զենքով զինված անձինք մտել էին Մայրաթորի տարածք։ Սա իմ կարծիքով ցանկացած քրիստոնյայի նվիրական զգացողությունների վրա պետք է ազդի, բայց մենք այս հակազդեցությունը չենք տեսնում, այստեղ արդյոք քաղաքական առաջնորդությունն էլ պետք չի մեծ հաշվով, հա։ Այսինքն արդեն մարդը ինքը իր հոգու եւ իր պատկերացումների մասին է խոսում, բայց սա էլ չենք տեսնում։ Հարց հետեւյալն է, արդյոք կարողացավ այս իշխանությունը խորքային առումով փոխել
անգամ այդ նվիրական զգացողությունների մասին պատկերացումները կամ ընկալումները, որ մենք չենք տեսնում այդ հակազդեցությունը։ Չի կարողացել փոխել հակազդեցության մասով ձեր այդ թույլ տվեք չհամաձայնվել, որովհետև այդ հակազդեցությունը, որը քաղաքական բնույթի հակազդեցություն չէ, եւ քաղաքական կուսակցություններին, դերակատարներին թողենք մի կողմ, որոնք պետք է իրենց պայքարը հանուն եկեղեցու, հանուն հավատքի, հանուն մեր ինքնության շարունակեն, բայց նախ եւ առաջ սա եկեղեցու խնդիրն է։ Ես որպես հայ քրիստոնյա ունեմ հովվապետ, թող հովվապետը ասի ինչ անեմ։ Բայց եթե պետքա ես գնամ մայրաթորի, մայր տաճարի պատերի տակ մեռնեմ, թող կոչ անի, գնամ մեռնեմ։ Բայց դա պետքա հովվապետը ասի։ Եթե հովվապետը չի ասում, հստակ կոչերով չի դիմում, ուրեմն ինքը ունի մարտավարություն, որը ենթադրում եմ իր կարծիքով արդյունավետ է։ Եթե արդյունավետ է, ուրեմն մենք պետք է որպես հայ եկեղեցու հետևորդներ սպասենք իրադարձությունների զարգացմանը եւ սպասենք այն կոչերին եւ ուղղորդումներին, որ պետք է անի մեր հովվապետը։ Մենք ով ենք մեր գլխով որոշումներ։ Այսինքն հայառակ չէ, հիմա տեսեք, հայառաքելական եկեղեցու երկու սրբազան կալանավորված են, գտնվում են ազգային անվտանգության ծառայության քերակատարողական հիմնարկում, այդ երկուսի մասով էլ դատավարություններ էին ընթանում, հասկանում եք, այսինքն չգիտեմ, համես ողբերգություն մի դարձրեք այդ ամեն ինչը։ Միմացը մարդ չկա, ի վերջո հայ առաքելական եկեղեցու երկու եպիսկոպոս են հանուն իրենց հավատքի որպես հոգևորական հալածվելը, դա պատիվ չէ, դա մեծ պատիվ է։ Եվ այդ պատիվը պատվով այդ մարդիկ կրում են եւ պետք է կրեն, եւ նորմալ է այդ իրավիճակում։ Այստեղ ես ողբերգություն չեմ տեսնում, ես չպետք է այդ հոգևորականների նկատմամբ խղճի, այսպես զգացմունք ունենալ։ Խոսքը արդարության, հատկապես որ արձանագրենք, որ այդ մարդիկ ես համարում եմ, որ խղճի դատապարտյալներ են։ Իրենք քաղաքական դատապարտյալներ չեն, իրենք խղճի դատապարտյալներ են։ Այլ բան, որ հայ առաքելական եկեղեցին առաջինը պետք է ինքը կազմակերպի պաշտպանությունը եւ հակազդեցությունը, ինչ ենք անում։ Մենք եկեղեցուց հաճախ նաեւ այլ կոչեր ենք լսում, որ երբեմն գնում հարցնում ենք, իսկ ինչի նկատի ունի հայրասողիկը։ Ասում են, չէ, ինքը սա իրականում նկատի չունի, ինքը նա իրականում նկատի ունի։ Հասկանում եք, այստեղ քաղաքական առումով շատ խառնված է, ես նաեւ միայն եկեղեցու ղեկավարությանը եւ էջմիածնին չեմ մեղադրում այս խառնաշփոթի համար, նաեւ մեր քաղաքական դասին, քաղաքական ընդդիմությանը, որովհետեւ այստեղ էլ օրինակ այդ իրավիճակում ինչ է նշանակում Աճապահյանի թեկնածությունն ենք մենք առաջադրում որպես վարչապետի թեկնածու։ Բագրատ Սրբազանը քաղաքական process-ներին մասնակցելու համար դատապարտվում է։ Միքայել Աճապահյանը քաղաքական խղճի նույն այս եկեղեցու ընդհանուր process-ների համատեքստում հիմա դատապարտվում է, հալածվում է։ Դուք ուրիշ մարդու անուն չգիտեք, պարտադիր է դուք եպիսկոպոսի առաջադրեք։ Ուրիշ մարդ չկա քաղաքական դաշտում, որ impeachment-ի տանեք, պետք է այս մարդուն ներկայացնեք։ Հասկանում եք, կողքից նայեք process-ներին։ Կողքից նայեմ, ենթադրում եմ, որ դրա մոտիվացիան այն էր, որ Միքայել arczepiskopos Աջապյանը ձեր, ինչպես դուք նշեցիք, լինելով խղճի բանտարկյալ ու ունենալով որոշակի աջակցություն կարողանար դառնալ այն կոնսոլիդացիոն ֆիգուրը, որի շուրջ հնարավոր կլիներ իրականացնել։ Այսինքն ձեր impeachment-ի թեկնածուին որոշում է Նիկոլ Փաշինյանը։ Սա է նշանակում, այսինքն ում բռնի պետքա ներկայացնեք բան վարչապետի թեկնածու։ Չէ, ում բռնի։ Չեք կարողանում պայմանավորվեք դուք ներկայացնեք վարչապետի թեկնածու ու դա լինի քաղաքական, որովհետև առաջին դա քաղաքական պատասխանատվություն է։ Այսինքն մենք այստեղ եկեղեցի, իշխանություն եւ ընդդիմություն մի հատ եռանկյունի ունենք, անհասկացվածություն, որ առնվազն գոնե եկեղեցին եւ ընդդիմությունը որպես ազգային, նորմալ, պետական, դաշտի ներկայացուցիչներ պետք է որոշակիորեն փոխըմբռնում ունենային եւ դերերի բաշխում ունենային, որը մենք չենք տեսնում։ Այսինքն դուք եկեղեցու գործունեության մեջ որոշակի զգուշավորություն եք տեսնում, հովապետի։ Ես չեմ տեսնում զգուշավորություն, ես ասում եմ վեհապարը ամենայն հավանականությամբ ունի մարտավարություն եւ այդ մարտավարությամբ ինքը առաջ է գնում։ Թե այդ մարտավարությունը որքանով է արդյունավետ, դա արդեն ցույց կտա կյանքը։ Ամենայն դեպս որպես եկեղեցու հետևորդներ մենք պետք է սպասենք մեր եկեղեցու հովվապետի կոչին, մինչև ինքը կոչ չանի եւ չասի մենք ինչ անենք, մենք ինքնագլուխ ինչ անենք։ Հիմա ես որպես հայ քրիստոնյա որոշեմ, որ պետք է գնամ, չգիտեմ, էջմիածնի ճանապարհը փակեմ, դուք էլ որոշեք, որ պետքա
վեհարանի շուրջ բոլորը բետոնի պատ կառուցենք։ Այդպես կլինի ամեն մեկս մեր մտածածով գնանք անենք։ Դա հստակ պետք է եկեղեցին իր դիրքորոշումը հայտնի եւ ասի, որս ինչ անենք։ 21-րդ դարում, առնվազն 21-րդ դարի 20-ական թվականներին վեհարանի վրա հարձակումից առաջ ես եւս մեկ դեպք եմ հիշում, երբ որ պետությունը կոնկրետ գնաց ու կալանավորեց հոգեվորականների, այդ տեղի ունեցավ Ուկրաինայում։ Երբ որ գիշեք ավտոկեֆալիայի պատմությունը մեջտեղ եկավ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առանձնացումը, որը ի դեպ ողջունվեց Պոլսով ուղղափառ պատրիարքի կողմից, ռուս ուղղափառ եկեղեցին դրան դեմ դուրս եկավ եւ նաեւ դեմ դուրս եկան Ուկրաինայում գտնվող միաբանության, այսպես անդամներ, որոնք որ ձերբակալվեցին ծեծով, ոմոնով եւ այլն եւ այլն։ Ուզում ասեմ, այս երկու իրադարձությունների մեջ, իշխանության որակների մեջ ընդհանրություն տեսնում եք, թե ոչ։ Ոչ միայն ընդհանրություն կա, այլ նաև ակնհայտ է, որ երկուսի ծրագիրն էլ գրված է նույն գրասենյակում, երկուսի մարտավարությունը եւ ստրատեգիան արված է նույն վայրում։ Անկեղծ լինենք, այնինչ որ Ուկրաինայում մի քանի փորձից հետո ի վերջո հաջողվեց այդ մայդաններից հետո Հայաստանում դա 2018 թվականին հաջողվեց եւ 2018 թվականին Հայաստանում իշխանության եկած կամ իշխանության բերված ամենայն դեպս մեր ժողովրդի մեծամասնության ծափերի ներքո խմբակը իր բոլոր ձեռագրով եւ ամեն ինչով մարտավարությամբ եւ ստրատեգիայով շատ նման է այն նույն խմբակին, ինչ որ բերվել է Ուկրաինայում, իսկ իրենց մեջ ի՞նչ տարբերություն։ Երկուսի պարագայում էլ գործ ունենք ծաղրացուների հետ, երկուսի պարագայում էլ գործ ունենք ինքնասիրություն չունեցող մարդկանց հետ, անձնական ինքնասիրություն, ընտանեկան ինքնասիրություն չունեցող մարդկանց հետ, որոնց համար իրենց հայրենակիցների կյանքը գրոշի արժեք չունի, ուղղակի չունի, եւ որոնց համար այն երկիրը, որտեղ իրանք հայտնվել են կառավարչի պաշտոնի վրա, ընդհանրապես սակարկելու, ծախելու, սեփական իշխանությունը պահելու եւ ամենակարևորը հարստանալու միջոցը։ Այսինքն ուկրաինական եւ հայկական իրադարձությունների մեջ դուք նաեւ նույն աշխարհակաղակական բանն եք։ 2018 թվականին, երբ որ Նիկոլ Փաշինյանը իշխանություն էր դառնում, ես եւ իմ նման շատերը մայիսի 1-ին ամբյոնից այդ մասին ասել ենք, ինչ է տեղի ունենալու։ Դրան գումարած, երբ որ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում ընտրվում էր նախագահ, բոլորի համար ակնհայտ էր, որ չի կարող Ուկրաինայի նման խորը օլիգարխիկ երկրում, այսպես ասենք, ծաղրացուն մասնագիտությամբ է այդ մարդը ծաղրացու, ես Տարածու չի դերասան է մասնագիտությամբ, լավ, կամ հումորը կոմիկ է։ Նա ծաղրացու է, ասենք, մասնագիտությամբ ծաղրացուն չի կարող Ուկրաինայի նման խորը օլիգարխիկ երկրում նախագահ ընտրվել։ Այսինքն, ինչպես 2018 թվականին չեմ ցանկանում ասել, որ երկրի ամենայն դեպս արևելյան, հեռավոր արևելյան երկրներից մեկի դեսպանը ասում էր այդ իրադարձությունների շրջանում, երբ որ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, ասում էր սրա հետևանքը Ղարաբաղն է, այսպիսի իրադարձությունները չեն կարող լինել առանց նման հետևանքների։ Նույնը ակնհայտ էր Ուկրաինայի պարագայում։ Ով ցանկանում էր տեսնել, տեսնում էր, ով ցանկանում էր լսել, լսում էր։ Որովհետեւ գաղտնիք չի եղել, բոլորը ամեն ինչ իմացել են։ Հիմա եթե մենք փորձենք նույն Հայաստանի եւ Ուկրաինայի իշխանություններին գրատախտակի վրա նրանց նմանությունները եւ տարբերությունները այն էլ ըստ աշխարհագրական, առանձնահատկություններից ելնելով, մենք ակնհայտ նմանությունները կտեսնենք այն աստիճանի, անգամ որ նրանց back office-ը նույնիսկ նույնն է։ Լավ, պարոն Հակոբյան, եւ եւս մի հարց, որ ուզում եմ հասկանալ քաղաքական կոնյունկտուրայի տրամաբանություն։ Տեսեք, վեհապար հայրապետի դեմ սկսված այս գործընթացները, իսկ հայ առաքելական եկեղեցին, ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, տիեզերական եկեղեցի է եւ եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ է, առաջին քրիստոնյա եկեղեցիներից մեկն է որպես այդպեսին, ինքը պետք է միջազգային նաեւ մեծ աղմուկ ստանար։ Որոշակի առումով ստացանք որոշակի դատապարտման խոսքեր ռուս ուղղափառ եկեղեցու մոսկովյան պատրիարքության կողմից, ինչպես նաև Երուսաղեմում ռուսական ներկայացուցչությունը որոշակի առումով դատապարտեց, բայց զրո ձայն կաթոլիկ աշխարհից, զրո ձայն Վատիկանից, զրո ձայն
այլ այսպես եկեղեցիներից, որոնք որ գտնվում են նույն քրիստոնեական եղբայրության մեջ, ինչ որ հայ-առաքելական եկեղեցին է։ Ու դրա հետ մեկտեղ կաթոլիկ աշխարհի հիմնասյուներից մեկը համարվող Ֆրանսիայի նախագահը կարծես թե ողջունեց, հա, ինքը իհարկե այլ բաներ գրել, բայց ենթախոսքը այն է, որ նաև այս սոուսի մեջ ողջունվում է այն ինչ որ Փաշինյանում է եկեղեցու հետ։ Եթե Ֆրանսիան կաթոլիկական երկիր է համարվում, ապա չգիտեմ, ուրեմն Ուզբեկստանն էլ ուղղափառ է։ Բա ի՞նչ է։ Եթե կաթոլիկ եկեղեցի Ֆրանսիական փողոցներում ավելի շատ թափառող շուն կա, քան կաթոլիկ կա, որովհետև Ֆրանսիան Եվրոպայի ամենաաթեիստական երկիրն է։ Այնուամենայնիվ, այո, տրադիցիայի մասին եմ ես ձեր հետ համաձայն եմ, կաթոլիկ աշխարհից կարծես թե նման ազդակներ չեն գալիս։ Միջեկեղեցական հարաբերությունները մշտապես պատմության ընթացքում եղել են եւ շարունակում են լինել որպես քաղաքական, ավելին աշխարհաքաղաքական հարաբերությունների կարևոր գործոն եւ մենք այստեղ չգիտենք արևմուտքի շահը որն է։ Համենայն դեպս այս վերջերս արևմուտքի կողմից Հայաստանի, այսպես ասենք, հա, նայող նշանակված Իմանուել Մակրոնը իրեն թույլ էր տալիս, օրինակ, այս գործընթացը տեղի ունեցող բացահայտ հետապնդումը, բացահայտ քաղաքական եւ խղճի դրդապատճառներից ելնված հալածանքները Բագրատ Սրբազանի եւ նրա շարժման անդամների մասնակցությամբ տեղի ունեցած այս բռնաճնշումներին իր աջակցությունը հայտնել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Մենք դա տեսել ենք, չէ՞։ Անգամ Իմանուել Մակրոնը չի հարգում կամեղության կանխավարկածը, անգամ չի հարգում։ Այսինքն մենք գործ ունենք բացահայտ աշխարհաքաղաքական գործընթացի հետ։ Այդ աշխարհաքաղաքական գործընթացը կարծում եմ բոլորի համար ակնհայտ է։ Իրանց համար որևիցե տարբերություն չկա, թե Հայաստանի տարածքում կապրեն հայեր, թե կապրեն օրինակ ադրբեջանցիներ։ Իրենց համար կա մի կարևոր գերխնդիր։ Ռուսաստանը պետք է Հայաստանում չլինի։ Եթե Ռուսաստանին Հայաստանից վտարում ենք, ավտոմատ Ռուսաստանին վտարում ենք ամբողջ հարավային Կովկասը։ Այլև ռուսական դարպասները հարավային Կովկասում։ Հարավային Կովկասում, եթե Ռուսաստանը չունի ազդեցիկ ներկայացվածություն, շատ կարճ ժամանակի հարց է, որ չի ունենալու նաև հյուսային Կովկասում։ Թե հիմա Հայաստանում հայեր կապրեն, թե ժողովուրդը կցեղասպանվի, թե սրա տեղը կապրեն ադրբեջանցիներ, թուրքեր, թե քրդեր, Իմանուել Մակրոնի եւ նրա նմանների համար բացարձակ որևիցե տեսակի, կրկնում եմ, բացարձակ որևիցե տեսակի այսպես տարբերություն գոյություն չունի։ Իրենք ունեն աշխարհաքաղաքական խնդիր, այդ աշխարհաքաղաքական խնդրի հետևից գնալու են։ Նիկոլ Փաշինյանին դիմաներ այստեղ ընկալում են որպես այս գործընթացում իրենց համար գործիք, այդ թվում նաև հայկական պետությունը, պետականությունը պահպանելու համար բարոյական, այն գլխավոր առանցքային առանցքը պահպանելու եկեղեցուն, հա, ջարդելու համար դիտարկում են որպես գործիք, նրա մեջքին կանգնում են, նրան աջակցում են։ Իդեպ մի մարդ, հետո եթե ես դուք ասեմ ու մասն է խոսքը, 2020-21 թվականներին ասում էր, որ լավ իմացեք, եկեղեցու համար շատ դժվար օրեր են գալու, որպես լուծում ասպեր պետքա բոլորս հիմա խոսենք այն մասին, որ Էջմիածին քաղաքին տրվի պայմանականացած Վատիկանի կարգավիճակ եւ կրոնապետական որոշակի հանգամանք մայրաթոռը հետագա հարվածներից քիչ թե շատ խուսափելու համար, այսպես պահպանելու համար, սա հենց այնպես ուղղակի այսպես բան արեց։ Հիշեցի, որ դեռևս 2021 թվականին այդ բանը կար։ Ես չեմ բացառում, որ մենք հասնենք անգամ այնտեղ, որ մենք մեր պատմության ընթացքում ունեցել ենք, չէ՞, նման դեպքեր, որ կաթողիկոսարանը Էջմիածնում չի եղել։ Հա, իհարկե։ Եվ շատ Չենք բացառում, մի քանի 100 տարի է եղել։ Անգամ ինչ որ պահի, եթե այսպես շարունակվի, քննարկվի նաև այդ տարբերակը։ Իդեպ դա էլ շատ հետաքրքիր պատմություն է, որ Սիսից Էջմիածին տեղափոխելու այդ գաղափարը որտեղից էր գալի, հա։ Տեղափոխենք Սիսից կաթողիկոսարանը Էջմիածին, այդ ամբողջ քոչվորական այդ ավերիչ արշավանքներից հետո, երբ որ բարի բուն իմաստով Հայաստանն ու հայկական լեռնաշխարհը ամայացված էր, տեղափոխենք կաթողիկոսարանը այստեղ եւ կաթողիկոսարանի շուրջը փորձենք վերականգնել թագավորություն։ Այն ժամանակ դա պետության գլխավոր, հա, մարմնացումը թագավորությունն էր։ Դա տևեց
բավականին երկար ժամանակաշրջան, բայց այդ պրոյեկտը աշխատեց։ Հիմա չեմ բացառում նաև, որ առաջ գա այդպիսի պրոյեկտ, որ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում մնալու է, եթե հայկական քաղաքական դասը եւ Հայաստանի բնակչություն Նիկոլ Փաշինյանից զզվող այդ 80%-ը չի կարողանալու համախմբվել եւ օր առաջ Նիկոլ Փաշինյանին իշխանազրկել, ապա պետք է մտածել երևի թե վեհարանը տեղափոխելու մասին, այլ վայր։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Հրավերս ընդունելու հետաքրքիր, բայց այս վերջի հատվածը բավական տագնապեցնող ելույթի ու մտքերի համար իմ հյուրն էր պատմական գիտությունների տեխնացու պատմաբան Միլան Հակոբյանը։